Մեր Տեր, Դու արժանի ես։ Դու արժանի ես ամբողջ փառքի, մեծարանքի, Դու արժանի ես, որ մեր անձերը բարձրացնե իր ցերկը եւ ասե, որ Դու արժանի ես Հիսուս։ Խաչված մերած, բայց երրորդ օրը հարություն արած, հաղթանակի Աստված, որ հիմա հոր աչքով նստած ես եւ ամբողջ իշխանությունը, թագավորությունը եւ զորությունը քո ցերկերու մեջ է, Դու արժանի ես։ Այստեղ հավաքված է քո ժողովուրդը, քեզի հավատացող ժողովուրդը եւ քո անունը կանչելով Հիսուս, գսե որ Դու արժանի ես առնելու ամբողջ փառքը, Դու արժանի ես առնելու ամբողջ մեծարանքը, Դու արժանի ես ընդունելու ողջ երկրպագությունը։ Հիսուս, քո անունդ ամեն անուն է վեր է Տեր։ Մենք կխոնարհեցնենք մեր անձերը քո ներկայության մեջ։ Մենք կհավատանք, որ Դու հարություն արած Աստված ես եւ հիմա ողջ ես, մեր մեջ ես, ներկա ես այստեղ եւ մենք կպատվենք քո ներկայությունը Տեր։ Մենք կպատվենք քո ներկայությունը։ Եվ մենք կհավատանք եւ գիտենք, որ քո Սուրբ Հոգին, որ քեզի մերելներն հարություն տվավ, այստեղ է, մեր մեջ է, ինչպես որ խոստացել ես։ Եվ այսօր այն օրն է, որ Դու ստեղծել ես, ասիկ այն ժամերն է, որ Դու ստեղծել ես, կխնդրենք առաջնորդես, ես կաղոթեմ ամեն մեկ եղբորս Քրոջս համար, որ այսօր բարձրապես ժամանց չլա այս մեր հավաքույթը, բայց քո խոսքդ, որ ողջ է եւ զորություն ունի, թող կա եւ կյանքեր փոխե, Դու որ հարություն արած ես եւ այստեղ ներկա ես, թող այսօր քո հարության զորությունը մեր Աստված կա բոլորիս վրա, որտեղ մենք պատմություն չենք տոներգոր, այլ երեք այսօր եւ հավիտյան Դու նույնն ես եւ Դու այստեղ ես Տեր, հալելույա։ Եկեք զորավոր ծափարենք։ Մենք կբարձրանանք քեզմով Հիսուս։ Հալելույա։ Եկեք խաչված մերած, բայց երրորդ օրը հարություն արած Աստծո զորավոր ծափտանք, հալելույա։ Դու արժանի ես Տեր, զորավոր ծափենք։ Այս ամբողջ ծափարությունները միայն ու միայն քեզի են Հիսուս, որտեղ միայն Դու ես, որ իջար քերեզման եւ հաղթեցիր մահին, հալելույա։ Հալելույա։ Ով մահ, ուր է քո խայտոցդ, ով քերեզման, ուր է քո տանջանքդ, որովհետև Հիսուս Քրիստոս նազովրեցին մերելներեն հարություն արավ, հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Գրնաս ավելի զորավոր ծափել, վստահ եմ, հալելույա։ Արժանի ես Հիսուս, հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Դարձիր գողքինիդ, ասանք թեթև ժվիդով, ասեք քերեզմանը բարավ է, որովհետև մեր Տերը հարություն արավ, հալելույա։ Ամեն։ Հալելույա, հրամենը ստիր Աստծո քաղցր ներկայության մեջ, շնորհակալ ենք Փառապանության խումբին, Աստված օրհնեց ձեզի շատ, եկեք ասանք շնորհակալություն հայտնենք Փառապանության խումբին, ծափենք, փառք Աստծո ձեզի համար, ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց, եկեք մեկ անգամ ևս, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է մեր Տիրոջ հարությունը, ամեն, հալելույա։ Իրականության մեջ հրաշալի օր է, չեմ գիտեր եթե մարդկության պատմության մեջ կրնար ավելի հրաշալի օրը լար, քան այն օրը, որ երկնքի թագավորը եկավ այս աշխարհ, մերավ մեզի համար, բայց երրորդ օրը հարություն արավ։ Իրականության մեջ ոչ մեկերնից չենք գիտեր շիդակ օրը թվականով, բայց լավ է որ քրիստոնյաներով միապանված ենք եւ այս օրը կդոնենք իրար հետ, որովհետեւ ասի այնպիսի օր է, որ ոչ թե մեկ օր պետք է դոնենք, ես կսեմ ամեն օր մեր Տիրոջ խաչելությունն ու հարությունը մեր կյանքերում մեջ պետք է լա։ Ամեն օր։
Որովհետև ես ասանք կուզեմ ասել 3 օրեր, որ փոխեց մարդկության ամբողջ ճակատագիրը։ Համաձայն ես հետս։ Ես կուզեմ ասանք հետս լաս, սերքդ բարձրացնես, ասանք դու ուրախ ես, համաձայն ես 3 օրեր, որ մարդկության ամբողջ պատմությունը ճակատագիրը փոխեցին, բայց ես քեզի բան ասեմ կարևոր, մարդկության ճակատագիրը փոխեցին ոչ թե միայն այս երկրի վրա, այլ հավիտենության մեջ նաև։ 3 օրս է հետս 3 օր։ Ուրեմն 3 օրվա մեջ կրնա շատ բաներ լալ։ 3 օր։ Դժվար է շատ ադներս սпасել 3 օր։ Պաստորեն 3 օրվա մեջ կրնա կյանքի պատմությունը փոխվել։ Ամեն։ Հալելույա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, բայց ես կուզեմ բան ասել շատ կարևոր, որ ցանոթ եք եւ կուզեմ հիշեցնել ցեզի դժբախտ է եւ ցավալի է, երբ որ դիրոջ խաչելությունը եւ հարությունը կդառնա բարձրապես դոն, բայց առանց եւ դառնալով դոն գործընծներ իմաստը, գործընծներ նպատակը։ Երբ որ հարություն արած Քրիստոսը չլար այդ դոնի մեջ ադիգա ցավալի է։ Ադորամար այսօր մենք հավաքված ենք այսօր այստեղ, մենք ընտանիքներով իրար հետ սեղանները գտնենք, ուրախանան գալ, բայց ես ձեզի բան ասեմ, թող ամեն դեղ Քրիստոսը լա սկիզբը եւ վերջը, որովհետեւ ինքն է նպատակը այս ամեն ինչին, ինքն է իմաստը, որ այսօր մենք եկել ենք հավաքվել ենք այստեղ։ Եվ ադորամար գուզեմ պատրաստես քու անցդ, որ հարության դոնի օրով, միապանության օրով հարության հետ կապված այն խոսքը, որ պիտի խոսիմ հետ նոր ծևի հայտնությունները ստանաս։ Եթե դու մարդ ես, խոնարհաբար ընդունիր, եթե դու մարդ ես, որ մինչև այսօր շատ լավ գիտես, որ Քրիստոսը հարություն արավ, բայց իր հարությունը ինչ նշանակություն ունի քու կյանքիդ մեջ, անցամ քու կյանքիդ համար ինչ կնշանակի ադի, չես գիտեր, հեչ հարց չէ, բայց այսօր այստեղ ես որբեսի լսես եւ լաս օրտնված եւ քու կյանքդ կրնա փոխվել, որովհետեւ ցեզի հետաքրքրական բան ասեմ, Քրիստոսը 2000 տարի առաջ խաչվեցավ, հարություն արավ, այո եւ ամեն, բայց բոլոր անոնց կյանքերը կփոխվին, երբ որ կգիտակցին եւ կհավատան այն ամեն ինչին, որ Քրիստոսը արավ, որովհետեւ երբ որ մտածես Քրիստոսի խաչելության մասին եւ հարության մասին, ես քիչ առաջ իմպերնովս ասի, որ ճակատագիրը փոխեց մարդկության, բայց այսօր դու կտեսնես մարդկության մեջ խավարը, դու այսօր մարդկության մեջ կտեսնես ալավելի անորոյություն, մեղք եւ հարց կուտաշ չէ, այն թափված արյունը եւ հարության զորությունը ուր է, իրականության մեջ ներկա է բոլոր անոնց, որ կհավատան իրենց կյանքերում մեջ։ Ադորամար քու վրա պատասխանատվություն կա, որ դու գիտակցես դիրոջ խաչելությունը եւ հարությունը ինչ նշանակություն ունի քու կյանքիդ համար։ Գիտեք ինչ շատ ես կսիրեմ, որ Աստծո խոսքը շատ անձնական է։ Դու գլա որ պատմություններ կլսես, աղ որ ընդհանուր ասանք եւ գուրախանաս ուրիշներուն համար, բայց երբ քու մասին կլսես, ադիգա դարբեր է, չէ՞։ Երբ ամա անցամ քեզի կվերապերի։ Գիտես երբ որ դու բարի սիրտ ունես, բարի մարդ ես, ոս ամեն կսվարի ենք։ Բարի մարդ ես, գիտես մեր դերը բարի է, մենք այլ շնորհքով կսորվենք բարի լալ։ Գիտես երբ որ դու բարի ես եւ իրականության մեջ լսելով բարի լուրեր ուրիշին համար գուրախանա սիրտդ, բայց եկեք անգերձ լանք եւ որ հարցը քեզի կվերապերի քիչ ուրիշ կլա։ Եվ ամեն ժամանակ դիրոջ խոսքը շատ կսիրեմ, որ անձնական է։ Դերը խաչվեցավ, հարություն արավ ամբողջ մարդկության համար, բայց ամբողջ մարդկությունը կներկայացնես տուն, որովհետև ես եւ տուն միասին ենք ամբողջ մարդկությունը։ Ադորամար գուզեմ շատ սիրտդ պատրաստես, ականջներդ բանաս, եթե դու մեկն ես գիտես դիրոջ հարության մասին, այսօր ավելի նոր բաներ լսելու պատրաստ եղիր։ Ամեն, եկեք սկսենք։ Ուրեմն ուրբաթ օրը ես կհավատամ, որ դուք շատ օրտնված ժամանակ ունեցաք, ես մեկ շաբաթով Հայաստան էի եւ վստահ եմ լսեցիք ասպարը։ Եթե լսեցիք, ձեր բարձրացեք, կդարվեցավ։ Հիսուս Քրիստոսը խաչին վրա, ես կուզեմ որ մեկ հատ իդ ուրբաթ երտալ եւ ուրբաթ օրեն քալ գիրակի գլա։ Ուրբաթ օրը խոսք մերճակվեցավ, որուն ասանք գրված էր, կդարվեցավ։ Եվ հետաքրքիր անդրադարձում ես կուզեմ գործնել, որ դու հետս կուզեմ մտածես, որովհետև երբ սկսավ գդարվել այս ամեն ինչը, ես հիմա կուզեմ քիչ մի ետև դանել քեզի։ Խաչին վրա Հիսուս Քրիստոսը հրճակեց գդարվեցավ, բայց խաչին վրա չսկսավ ամեն ինչ։ Դեղեմը սկսավ գդարվել եւ վերջնականապես գդարվեցավ։ Եվ նայեցեք ինչն է հետաքրքրական։ Երբ սկսավ գդարվել
սկսավ գդարվել ամենաշատ, ամենամոտ Գեթսեմանի վարդեզի մեջ։ Ընթացքը սկսավ Հիսուս Քրիստոսին այս ճանապարհին Կողքոթա ճանապարհի ընթացքը, որ պիտի հասներ խաչին վրա եւ վերջը գդարվեր։ Գդարվելու ընթացքը սկսավ Գեթսեմանի վարդեզի մեջ։ Եվ գիտեք, գուզեմ որ լավ մտածեք, շատ ասենք սկայն օրենալ մտածեք։ 3 տարվա իր շուրջը հավաքվող մարդիկ կային, իրեն աշակերտները եւ իրեն աշակերտներուն հետևող շատ աշակերտներ, մարդիկ, իրեն սիրողներ, իրեն ադողներու մասին չխոսեմ այսօր, իրեն սիրողներ։ Եվ հետս գուզեմ լավ մտածես, 3 տարի վերջ փամը սկսավ գդարվել։ Եվ իրեն շուրջինները, լսեցեք լավ, եւ իրեն շուրջինները, որ շատ կյանքեր կներկայացնեին, ասեդս սկսավ հիաստապություն։ Մտածի այսօր մասին։ Շատ կյանքերը սկսան հիաստապվել, երբ սկսավ գդարվել այս ինչ որ գդարվեցավ։ Լսե։ Սկսավ շատ կյանքեր հիաստապվել։ Լսե, սկսան շատ հույսեր մեռնել։ Սկսան շատ երազանքներ գործվել։ Հիմա դու գսես ինչու։ Գետրոնացեք, ինչու։ Որովհետև 3 տարի հիմա դու գուզեմ մտածես աշակերտներուն դեղ 3 տարի միացել ենք այն մեկին հետ, որ երկար ադենը սպասված էր։ 3 տարի աղքատին գերագրողը, մերելներուն հարություն տվողը, հիվանդին բժշկողը, այդ աղվոր խոսքերով մերագաշները լեցնողը, մեզի հույս տվողը, մեզի զորացնողը, մեզի սիրողը, այն անձնավորությունը սկսավ անցնել այնպիսի ճանապարհ է, որ շատ հիաստապեցուցիչ էր։ Եվ սկսան գողքեն տեսնել մարդիկ, որ այն հարություն տվողը, իշխանություն ունեցողը Գեթսեմանի վարդեզին մեջ ցիթենիի պես սկսավ ջզմվել։ Մակուր հայերենով զեյթուն։ Գեթսեմանի վարդեզը զեյթունի վարդեզ էր, գիտեք։ Եվ այն իշխանություն ունեցողը, այդ զորավոր անձնավորությունը Գեթսեմանի վարդեզի մեջ սկսավ արտահայտվել այնպիսի բառեր, որ երբեք չէր արտահայտված։ Ամեն ժամանակ հույս տվողը սկսավ արտահայտվել այնպիսի խոսքեր ասելով իմ հոգիս շատ տրտմած է։ Ես մեռնելու չափ տրտմած եմ։ Եվ գիտես գողքենը սկսան շատ կյանքեր հիաստապվել։ Հույս տվողը սկսավ խոսիլ բաներ։ Հետո սկսին շարունակել քիչ մարշև երտանք, զինվորները արին իրեն եւ սկսավ այնպիսի ճանապարհը, որ շատ արյունոտ էր, ցավոտ էր։ Սկսան արդեն ամենամդերիմները իրեն ուրանալ։ Շատ երազանքներ, չեմ գիտեր աշակերտներու մեջ ինչ երազանքներ կար, որովհետեւ գիտես այն մեկը, որ երկինքեն ուղարկված էր, գիտես իրեն հետ շատ երազանքներ տուն կգարուցես։ Սկսան երազանքները մեռնել եւ այսպես շարունակ շատ բաներ։ Եվ հիմա գուզեմ պատկերացնես աշակերտները գեցած շատեր հերույեն, շատեր մոդեն այն դիրոջ արջև, որ արդեն չերև իր գոր իր մարմինը, այնքան արույն գար, այնքան բադրդված էր, այնքան խեղճ էր։ Ես այսօր չեմ եկած ցեզի քարոզելու խաչելության մասին, բայց սպասե դեղումից հասնենք։ Ինքը այնքան խեղճ էր, ինքը այնքան բադրդված էր, ինքը այնքան դգար էր։ Հոն շատ խոսքեր կար, իջիր եթե տունես։ Եվ գիտես գողքեն աշակերտները չի մտածեցին արդյոք, որովհետև աշակերտներուն բացեր էր այդ գաղտնիքը, ասելով ես եմ Մեսիան։ Ես եմ այն որ պիտի կար։ Եվ հիմա նույն աշակերտները կլսեն որ իջիր եթե տունես, բայց աշակերտները չեն տեսնել որ ոչ մեկ փոփոխություն, հիաստապություն, բարդություն, պատկերացնես, տունես, երազանքներ կար մեծ, սկսան գործվել։ Եվ ասեդս այս ամենը մինչև երրորդ օրը։ Դու գետրոնացած ես էդս շատ։ Այս ամեն ապրումները սկսան մտնել աշակերտներուն մեջ, իր շուրջիներուն, այն գիներուն, այն բոլորին մեջ, որ իրեն գսիրեին եւ այլն, ովսաննա բորացողները այս բոլոր սկացողական բաներուն մեջ մտան մինչև երրորդ օրը։ Որովհետև երրորդ օրը ինչ որ բան փոխվեցավ։
Եվ գուզեմ նախքան այս համարը գարտանք անդրադառնալ, որ մեր կյանքերում մեջ շատ անգամ շատ ժամանակ այսպեսին գլա, այսպեսի ժամանակները կանցնենք։ Ես հիմա քեզի իսեմ, դու բարձրապես մտածե սկսիր։ Մեր կյանքի մեջ շատ ժամանակ նման է այն օրինակին, որ ես ցեզի տվի։ Հույսով բարձրացած ես, երազանքներով եւ այլն, գիտես, այն դիրոջ ներկայության մեջ, այն խոստումներում մեջ, այդ ամեն ինչի մեջ եւ հանգարց գայտնվիս վայրը, որ կգոչվի Գեթսեմանի։ Եվ այդ Գեթսեմանի բարդեսը կներկայացնե այն դեղը, ուր ցիտեները կջզմվին։ Ցիտեները գարնես եւ Հիսուս Քրիստոսը նմանեցավ այդ ցիտենին։ Եվ գիտես շատ ժամանակ մեր կյանքերում մեջ գարձես թե ասեմ քեզի դիրոջ կամքի համացայն է եթե ես չեմ ասել որ անեցքի պատճառով այդ ամեն հարցերում մեջ որ գմտնենք որովհետեւ երեք մեկում հետ կխոսեի որ գիտես շատ ուրախությամբ ինձ գսեր որ հա Աստված մեզի փորձություններում մեջ գտնե որ դեսնե մենք ինչպիսին ենք գիտես սիրելիս մենք ոչ մեկ բան ենք մենք ինչ որ ենք դիրոջ շնորհքով ենք մեր դերը չարով չի փորձեր մեզի ամեն մեզի համար խաչված դերը ինքը չարով չի փորձեր մեզի բայց ինչս էլ գուզեի որ մեր կյանքերում մեջ շատ անգամ նման է այն աշակերտներուն բայց աշակերտները չէին գիտեր որ կսպասվի որ ավելի մեծ հաղթանակը եւ հաղթանակը ոչ թե ժամանակավոր այլ հաղթանակը որ հավիտենական է բայց իրենք չէին հասկանալ որ լսեին Հիսուսը շատ փորձեց բացատրել ընթացքին բայց իրենք չէին գրնար որ հասկանալ շատ ինչուներ ունեին ինչպեսներ ունեին հետո ինչ պիտի լա ասեր վերջը ասեր 3 տարի ամեն ասեր ուր կնաց այդ երազանքները եւ ինչու ասի գսեմ որ շատ ժամանակ դու ժամանակ են կանցնիս եւ ունիս ինչուներ ինչպեսներ չես հասկանար չէ որ փարահեղեր ընթացքի ինչ եղավ եւ հիմա կարծես Գեթսեմանի բարդեզի մեջ այն ցիտենին ես որ գջզմվիս բայց դու չես գիտեր որ քեզ մե այնքան լավ յուղը դիլե որ այնքան լավ յուղը դիլե վիթոսի կոմիչոցով եւ այսպես եղավ Հիսուս Քրիստոսը նմանեցավ այն ցիտենին որ ջզմվեցավ եւ իր շուշիները չի հասկացան մինչեւ Ղուկաս ավետարան 24 երկրորդ գլուխ 7-րդ խոսք եկեք բոլորս իրար հետ գարտանք մինչև Ղուկաս ավետարան 24 չի հասկացան մինչև այստեղը գարտալը ու քարը քերեզմանեն մեկտի կլորված կդան ներս մտնելով դեր Հիսուսին մարմինը չկդան երբ դեր անոնք այս բանին համար դարագուսանքի մեջ էին ահա երկու մարդիկ լուսապայլ հանդերձներով հասան անոնց Երբ բախով լեցված երեստին թեպի կեդինը ձլեցին, այն մարդիկը ըսին անոնց. Ինչու համար ողջը մերներուն հետ կպնդրեք, հոշեան հաբահարություն արավ. Մտքերնիդ բերեք, թե ինչ սավ ծեզի, երբ թեր Գալիլեայի մեջ էր, որդի մարդուր պետք է որ մեղավոր մարդոց սերքը մատնվի ու խաչ ելլե ու երրորդ օրը հարություն առնե. Ով կբատկերացնե հետս ինչ սկսավլալ հիմա երազանքները կենթանացան միջետ եթե արեմդյան հայրենով չեք գիտեր կենթանի բարը ողջսել է շատերը չեն գիտեր որովհետև լսե հետս ինչ եղավ 3 օր վերջ երազանքները սկսան կենթանանալ հույսերը սկսան վերականգնվել չէ երազանքները հույսերը եւ այդ ամենը սպասումները, այդ ամեն ինչը սկսավ իդ իր դեղը գտնել։ Ինչու? Որովհետեւ նոր լուր մգա 3 օր վերջ։ Անհոշ չէ։ Մերելներեն հարություն արավ։ Ամեն։ Եվ Սիրեներ Հիսուս Քրիստոսը շատ խոսքեր խոսեցավ իր զարայության ժամանակ, ես կուզեմ շատ անդրադառնալ ասոր համար, որովհետև Հիսուս Քրիստոսը շատ սորվեցուց երկնքի արքայության մասին
իր զարայության ժամանակ կացեք տեսեք Աստվածաշունչի մեջ որչափ Հիսուսը արակներով գխոսի երկնքի արքայությունը նման է այսպիսին, երկնքի արքայությունը նման է այդպիսին, եւ Հիսուս Քրիստոսը շատ կենտրոնացավ հավիտենության մասին խոսելով։ Եվ Հիսուս Քրիստոսը խոսելով հավիտենության մասին չի խոսեցավ ոչ թե միայն հավիտենական կյանքի մասին, այլ նաև խոսեցավ հավիտենական տանջանքի եւ դժոխքի մասին, եւ Հիսուս Քրիստոսը բերավ հավիտենության ճշմարտությունը երկրի վրա մարդուն ապացուցելու, որ ով սիրելի մարդ լսե գա հավիտենություն, կյանքը 80 տարի չէ։ Եվ ես այսօր կուզեմ որ կենտրոնանալ այն բանի վրա, որ իրականության մեջ խաչի եւ հարության նպատակը ոչ թե ժամանակավոր կյանքի համար էր միայն, այլ հավիտենական։ Եվ ես հիմա կուզեմ որ իրար հետ Աստծո խոսքը սերտենք, ասենք դերմը որ այսօր լսեցեք սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր Աստվածային հույսը, որ ճունի վերջ եւ որ մենք կխոսենք Աստվածային հույսի մասին, եւ ադիկա կփորձենք դեղավորել ժամանակավոր կյանքի մեջ, մենք կհիասթափվենք։ Ասի կուզեի լավ լսես։ Երբ որ Աստվածային հույսը կփորձենք դեղավորել այս ժամանակավոր կյանքի մեջ, մենք կհիասթափվենք, որովհետեւ Աստծո հույսը հավիտենական է։ Եվ Աստված իր խոսքը հավիտենական խոսք է եւ եկավ հայտնելու մարդուն հավիտենությունը։ Ես չեմ ուզեր որ տուն որպես Հիսուս Քրիստոսին հավատացող անձնավորություն հերու լաս հավիտենության ճշմարտությունն, որովհետև հիմա պիտի տեսնես, եթե ճունինք հավիտենության հույսը, ինչ ասեմ, անիմաստ է մեր հույսը Հիսուսի հանդեպ։ Ադորամար եկեք իրար հետ բանանք առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ եւ իրար հետ պիտի սերտենք Աստվածաշունչը, առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 14-րդ խոսք։ Սկսենք կարդալ բաժին Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, հոս միջատ ինչու բողոսը կխոսի իսեմ, որովհետև մարդիկ կային այդ օրերուն, գսեին թե հարություն առնել չկա, հարությունը սուտ է, այնպիսի ճշմարտություն չկա։ Եվ դժբախտաբար բողոսը կտեսնի հավատացյալներում մեջ այնպիսի խոսակցություններ եւ իր խոսքով կգրե հավատացյալներուն։ Հիմա նայեցեք։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է։ Եվ ծեր հավատնալ բարավ է, եւ մենք ալ Աստծո սուտ վգաները գլանք, որովհետեւ Աստծո համար վգայություն տվինք, թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսը։ Սիրելի քրիստոնյա ժողովուրդ, ասիկա կուզեմ լավ լսես, որովհետեւ Աստվածաշունչը գսե եթե հարություն չի գա, եթե Քրիստոսը մերելներեն հարություն չարավ, ապա գսե մեր քարոզությունը գարձես ինձի գսե, չէ, աս խոսածս բարավ է, տունա բարավ դեղոս նստերես, այսինքն մենք պետք է հասկանանք հարության խորհուրդը, Քրիստոսի հարության առնելու խորհուրդը, հարություն առնելու խորհուրդը, իրականության մեջ հարությունն է, որ իմաստավորեց Քրիստոսի ամբողջական առաքելությունը։ Այսինքն Հիսուս Քրիստոսի քալը երկրի վրա, մինչև Գողգոթայի ճանապարհը, խաչելությունն ու մահը, բայց եթե երրորդ օրը հարություն չլար, ամբողջական չերը լար Աստծո կամքը եւ գսե Աստվածաշունչը, որ մեր քարոզությունը բարապ կլա, ծեր հավատնալ բարապ կլար։ Ես կուզեմ մենք լավ հասկանանք, թե ինչ է հարության կարևորությունը։ Եվ եկեք շարունակենք։ Եթե մերելները հարություն չեն առնել, ուրեմն զանիգա չի հարուցած Հիսուսին համար ալ գսե։ Քանզի եթե մերելները հարություն չեն առնել, Քրիստոս ալ հարություն արած չէ, եւ եթե Քրիստոս հարություն արած չէ, ծեր հավատքը բարավ է ու դագավին ծեր մեղքերու մեջ եք։ Նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, լայնցեք ինչ կարևոր արտահայտություն։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոցմե ավելի խղճալի ենք։ Բայց ճշմարիտ է թե Քրիստոս մերելներեն հարություն արած է։ Ննչեցարներուն առաջին բդուղը, քանզի մարդով եղավ մահը, մարդով ալ մերելներուն հարությունը պիտի իլա։ Վասնզի ինչպես աթամով ամենքը կմեռնին, նույնպես ալ Քրիստոսով ամենքը գենթանի պիտի իլան։ Եվ սիրեներ,
ես կուզեմ որ անդրադառնալ այս խոսքին, որ գսե նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված գլան, եթե մերեններով հարություն չի գա։ Ես գաղութեմ Հիսուսի անունով, որ աս ինչ որ ես հիմա պիտի խոսիմ, մարդիկ, որոնք ձեր կյանքի մեջ սուքեր ունիք, դուք մխիթարվիք։ Նայեցեք սիրելիներ, գշեշտե Աստվածաշունչը եւ գսե ննչեցյալները։ Գիտեք ով են ննչեցյալները, անոնք որոնք Տիրոջ մեջ ննչեցին, Քրիստոսով ննչողները։ Այսինքն, Աստվածաշունչը գդարբեր է բոլոր այն մարդիկ, որ գմերնին առանց Քրիստոսին ընդունելու իրենց կյանքերում մեջ որպես Տեր եւ Փրկիչ, առանց ապրելու իր խոսքով եւ գզանազանե ննչողները, որ Քրիստոսով ննչեցին, որոնք հավատային Քրիստոսին եւ գաբրեին իր խոսքով։ Եվ նայեցեք ինչ կսե, եթե մերեններով հարություն չի գա գսե, ուրեմն ննչողներն ալ գործված են։ Բայց իրականության մեջ ոչ այլ ննչողները Քրիստոսի մեջ ունին հավիտենական կյանք։ Իրենք ողջ են, իրենք կենթանի են Տիրոջ հետ։ Եվ գշարունակե ասելով, եթե միայն այս կյանքին վրա հուսացած եք, ես կուզեմ ոսկե թրոհանալ հիմա։ Մենք շատ ժամանակ այնքան դուփի մեջ կապրինք, սիրելիներ, այնքան ժամանակավոր կյանքին մեջ կապրինք, այնքան այս կյանքին համար միայն կապրինք, ադոր պատճառով մեր որոշումները, մեր սկզբունքները, մեր մտածումները, մեր կյանքը այս աշխարհի մեջ ուրիշ ընթացք կգրավե, որովհետև նայեցեք ինչ կսե, այս ժամանակավոր կյանքը։ Ես կուզեմ մտածես, մասնավոր լրեցիք ինչ որ դու մտածես։ Որովհետև Աստվածաշունչը գխոսի հավիտենության մասին եւ Աստծո գամքն է որ ադիգա քեզի համար ճշմարիտ լա եւ ոչ թե բարձավես փամը։ Ես կարևոր փամը ասեմ քեզի, այն որ ես հիմա գխոսիմ որ չես կնար քո մտքովդ ընկալել։ Ես ադի գիտեմ, լսեցեք։ Հավիտենության մասին երբ մենք կխոսենք, դու մտքովդ չես հասկնար ադոր մասին, որովհետև ամեն բան որ ադոր մասին կխոսվի դու գուզես հասկանալ, սկալ, բայց այն որ մենք հիմա կխոսենք, որ դու չես կնար ընկալել, դու պիտի հավատաս ադոր, որովհետև Տիրոջ խոսքն է այդպես։ Ինչ կգարձես Աստծո միածին որդին այնքան սիրեց այս աշխարհը, որ եկավ իր անձը ծնելու մեզի համար, որովհետեւ 80 տարի այս երկրի վրա քո հարցերը լուծե։ Ոչ, այլ բոլոր անոնց հավատացողներուն հավիտենական կյանք տա։ Ուրիշ բառերով Աստվածաշունչը գսե, անոնք որոնք Քրիստոսի մեջ են, ասի իմ բառերով գսեմ որ գործընծնելիք բան չունին, որովհետև ունին հավիտենական կյանք։ Եվ ես իմ կյանքից կրնամ ցեզի վկայել, որքան քու կյանքդ վերին բաներուն համար գաբրիս, այնքան վարի բաներուն մեջ քու ընթացքդ ուրիշ կլա։ Եվ ցեզի բանը ասեմ, չգա ուրիշ գրոն, չգա ուրիշ անուն, որ եկավ այս աշխարհ եւ համարձակությունով ապահովեց մարդուն հավիտենությունը, որ ապահովեց մարդուն մեռնել են վերջը, բայց միայն Հիսուս Քրիստոսը եկավ ասավ ես եմ կյանքը եւ հարությունը, ամորի մեջս է չի գործվիլ, այլ գունենա հավիտենական կյանք։ Ամեն։ Հալելույա։ Այսօր ադոր համար քրիստոնեությունը եւ հենց ինքը Քրիստոսը ինչու գրոն չէ այլ հավատամք է, որ տուն բիդի կիդակցիս որ միայն իր մով է փրկությունը, որտեղ ես ցեզի բան ասեմ սիրելիներ, այսօր Քրիստոսի հարությունն է որ գուտա այս հավատքին կյանք։ Մեկը ով հաղթեց այն անունին, որ սարսափեցուցած էր ամբողջ մարդկությունը։ Լսեցեք սիրելիներ, այս երկրի վրա շատ թագավորներ եկան թարեր ժամանակ, երկար թարեր ժամանակ։ Շատ բեդություններ, շատ թագավորներ, շատ իշխանություններ, շատ անուններ եկան այս երկրի վրա, որ իրենց մեկ խոսքով գրնար ամբողջ երկիրը շարժիլ։ Շատ անուններ եկան, բայց ոչ մեկը չգրծավ հաղթել այդ անվան, որ գոչվեր մահ։ Լսեցեք, մահը այդ ամեն իշխանություններուն, բեդություններուն, զորություններուն, ես ֆիզիկական խոսեմ գոր։ Մահը բոլորին վերջ դրավ։ Մահը բոլորին հաղթեց։ Այդ առումով
որ գսեմ մարդկային օրեն, անոնք որոնք հավատացին Աստծո, չի հաղթեց իրենց, բայց մինչև Քրիստոսի հարությունը ես կուզեմ օրսել։ Մարդ արարածը իր վերջը միշտ կտեսներ այդ վերնակրի դակ, որ կգոչվի մահ։ Հոնգարձես ամեն ինչի վերջն էր։ Եվ չեկավ ոչ մեկ անձնավորությունը, որ գոչեց ինձ ինքը, շատեր գոչեցին ինձ ինքը, որ ես եմ, ինձ հետևեցեք։ Շատեր եկանսին ես Աստուծո եմ, բայց ոչ մեկը չի գրծավ հաղթել մահին, բայց այն Կարնուգը, որ եկավ իմ եւ քու մեղքերուդ համար խաչը բարձրացավ, որ ունանունն է Հիսուս Քրիստոս, որ համարցակ թավանեց սելով ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, միայն ինձմով գրնակ հորը տեսնել, նորեն նայեցեք ուր գտանի, դեպի հավիտենություն։ Միակն էր, որ մտավ քերեզման, մահացավ, բայց մերելներեն հարություն արավ։ Ինքը երկրի վրա շատերուն հարություն տվավ, բայց երբ ինքը մահացավ, Տիրոջ հոգին հարուցանեց իրեն եւ գսե բարի հովիվը ինքը իր անձը գտնե իր ոչխարներուն համար եւ ինքը վգայեց ասելով ես պիտի տնեմ իմ անձը իմ գամքով եւ յետ պիտի առնեմ զանեգա։ Ամեն։ Ադոնամար սիրելիներ, ես այսօր կուզեմ ցեզի բան ասել, ես այսօր շատ հետաքրքիր դեղ պիտի տալեմ, կարոզ դուք չեք կներավակալ, որովհետեւ պետք է մեր գետրոնացման շատ բաներ մեր կյանքի մեջ մեր գետրոնացումը փոխվի։ Շատ բաներ մեր կյանքի մեջ այլևս պետք չէ գրավե գետրոնացում այնքան շատ որ այսօր մենք գետրոնացած ենք, բայց պետք է մեր գետրոնացումը այն բաներուն վրա, որ Աստված կխոսի իր խոսքի մեջ եւ ադոնք հավիտենական բաներու մասին են։ Եվ նայեցեք, ննչեցյաններուն համար սիրելիներ, ես կուզեմ մխիթարվի եթե դուք մարդիկ եք, որ գիտեք, որ Տիրոջ մեջ ննչած են այն բոլորը եւ ցավալի էր, որ մեկը չի ննչեր Տիրոջ մեջ, բայց այսօր թուն որ ողջ ես, ես կուսերուտ վրա բան պիտի տնեմ նախքան աստեն երտաս։ Նայեցեք, Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 51-րդ խոսքը Հիսուսը այսպես կսե. Ճշմարիտ գսեմ քեզի, կխնդրեմ եղբայրս կանավակե։ Եթե մեկը իմ խոսքս պահե, հավիտյան մահ պիտի չտեսնե։ Հիմա որ քեզի կխոսեմ որ ես բանը կմտածեի որ եւ դժբախտություն է ադիգա որ ես մտածեցի եւ ցավալի է որ նայեցեք գա այնպիսի արդայություններ Աստվածաշունչի մեջ եւ գա այնպիսի ճշմարտություններ Աստվածաշունչի մեջ որ ինքը շատ վտանգավոր է եւ շատ ուրախանալու բան է որովհետեւ ինչու երբ որ կխոսես Քրիստոսի հարության մասին հավիտյան ուրախանալու թեմա է բայց երբ կտեսնես որ պայմաններ կա այդ հարության զորությունը ճաշակելու հոն արդեն կսկսես մտածել բաներ Հիմա ես հայտարարություն մտնեմ որ ասիգատ գրնալ արտուն գիտես գրնալ արտուն չես գիտեր Քրիստոսի հարության զորությունը բոլորին հասանելի չէ բայց հասանելի է անոնց որ կհավատան իրան Ադոր համար այսօր երբ որ քրիստոնյա ժողովուրդը կխանդավառվի Քրիստոսի հարությամբ իր ջոխություններով բայց Քրիստոսի հարության փուն արաքինությունը չունենար իր մեջ ադիգա շատ դժբախտ է որովհետև նայեցեք իմ գարտացածս ինչ գսե անոնք որոնք իմ խոսքիս մեջ կգենան հավիտյան մահ պիտի չտեսնեն հավիտենական կյանք պիտի ունենան երկնքի մեջ ոչ թե դժոխքը երկնքի մեջ բայց ովքեր անոնք որոնք իմ խոսքիս մեջ կգենան Քրիստոսը ամեն ժամանակ երբ կխոսեր խոստումներու մասին գսորվեցներ իրեն լսեցեք իմ խոսքերը եւ գեցեք իմ խոսքերու մեջ որովհետեւ երբ որ իմ խոսքերու մեջ կենաք իմ մեջ կենաք դուք երբեք մահ պիտի չճաշակեք Եվ այսօր ես կուզեմ որ քեզի բան ասել սիրելիս թող քո սրդիդ վրա զանրանա ասածս քանի որ առողջ բան մնա Այսօր ավելի շատ բանը չեմ գրնար փապակիլ իմ սիրած մարդուս համար քան այն որ Քրիստոսը բնակվի իր կյանքի մեջ Գաղաչեմ քեզի անդարբեր մի վերապերվիր ասածից հետ նորեն ասեմ ավելի շատ Կարևոր բան չեմ սեբեր իմ սիրելի ասկականից համար իմ եղբորս համար իմ քրոջս համար
բոլորին համար, իրականության մեջ բոլորին համար, քան այն, որ Քրիստոսը բնակվի իրենց մեջ եւ Քրիստոսի խոսքը բնակվի իրենց մեջ, որովհետեւ անոնք են, որ հավիտյան մահբիդի չի ունենան։ Ադոր համար ես միշտ գսեմ, եկեղեցին, հիմա գիտ գարտանք մենք, եկեղեցին առաջին առաքելությունը եւ վերջին առաքելությունը ադոր մեջ կամփոփվի, որ կացեք ամբողջ աշխարհը ավետարանը կարոզեցեք։ Սորվեցուցեք անոնց, որ այս բոլորը բահեն, որովհետև երբ որ գլսեն խոսքը եւ գբահեն, այն ժամանակ հավիտենական կյանք պիտի ունենան։ Լսեցեք ինձ Քրիստոսը ամեն բաներով, որ մարդը ի վերջո ունենա հավիտենական կյանք, որովհետև այս կյանքը շատ ժամանակավոր է եւ շատ արագ է։ Ես երիտասարդ տղա եմ, բզիկ տղա եմ, այո, գիտեմ, բայց ես սկսա հասկանալ, որ այս կյանքը շատ արագ է։ Եվ Աստվածաշունչը գսե ինքը Կոլոշիի պես է։ Բուխարի պես մակուր այրենով։ Գաչիգայի պես է։ Ադոնամար Աստված իր միածին որդին ղրգեց եւ իր խոսքը այսօր մեր մեջ է, որ ասանք արդահայտությունը գսկամ մեջ ես, որ Աստված գսե մարդուն սիրելի մարդ լսե այս կարևոր խոսքերը եւ ապրիր այս խոսքի արժեքներով։ Որ Աստվածաշունչը երտաս սերդես զննտոցեմ մինչև հայտնություն, գտեսնես Աստծո փապակը։ Ցերկը սրդիդ վրա տիր։ Գտեսնես Աստծո փապակը իր սրդի մեջ հետևյալն է, որ տուն, որ հիմա քու ցերկը սրդիդ վրա դե տուն, ապրիս հավիտյան իր հետ եւ ոչ թե իր մե բաժնված։ Գրնաս ցերկը տանել սրդեդ։ Գուզեսնե բահե։ Ձննտոցեն մինչև հայտնություն կտեսնես Աստծո երազանքը, որ ով մարդ, որ քեզի ստեղծեցի իմ պատկերով եւ նմանությունով, հավիտյան իմ հետ ապրելու փապակը ունիմ ես, Աստված։ Բայց գիտես, մարդը մեղքով դվավ իշխանություն սատանային։ Մտավ այս աշխարհ մահը, մտավ այս աշխարհ, որովհետեւ գսեմ մեղքին վարձքը մահ է։ Լսեցեք սիրելիներ, ես вам ասեմ, դա քրական հիմա խնդարս եկա, որովհետև խնդալիք է իմ ինձ համար։ Ես սեզի գրնայի ասանքալ բաներ խոսիլ, որ քեզի կխանդավարե շատ եւ ասել քեզի որ լսեք, յանքիդ մեջ բաներ որ մերած են հարություն գարնեն, չէ ես եկել եմ այսօր խոսելու, որ լսե հավիտենական կյանք խոստացված է քեզի համար։ Վերնայր։ Որտեւ Աստվածաշունչը կսորվեցնե, գսե մտածեցեք վերին բաներում մասին։ Եվ ես քեզի սեմ օրտություն ուր է։ Երբ որ դու սկսես վերին բաներում մասին մտածել եւ գիտնալ, այս ժամանակավոր ընթացքը դու փարահեղ ցևով կանցնես։ Փարահեղ ցևով կանցնես։ Հաղթական ցևով կանցնես։ Երբեք չես հիաստափվիր։ Երբեք չես հիաստափվիր։ Որտեւ դու գիտես ով ես, որում մեջ ես եւ ինչ է քու ժառանգությունդ եւ խոստումդ իր մեջ։ Հիսուս, լսե, ես երևի դեր ավելի ասանք քիչը լավ կբացատրեմ որ Հիսուս ավելի ցաներ կխոսեր։ Ասանք կսենայր, գսե լսեցեք մի վաղտակ եթե ծեր մարմինները սպաննեն ինձի համար։ Հիսուս որովհետեւ կճանչնար հավիտենությունը գիտեր այն որ քեզի համար գա եւ գսեր լսեցեք մի վախտնակ եթե ծեր մարմինները սպաննեն որովհետեւ ուրիշ տեղ գսե իմ մեջ թեև մեռնիկ պիտի ապրիկ որովհետեւ Քրիստոսը գխոսի լսե մի վախտնար եւ որ ծեր մարմինները սպանել ուրիշ բարերով գիտես ինչ գսե որովհետեւ այս քու մարմինը արդեն մահկանացու է արդեն ժամանակավոր է ասան գրես կա քիչ մտուն քեզի այս մարմինը այո արդեն այդպես է բայց Աստվածաշունչը գսե նոր մարմին պիտի հագնես եւ գխոսի հավիտենական կյանքի մասին եւ դու որ հիմա ինձ գնայս կոր դու որ գաս իրականություն մեջ դու աս չես դու հոգի ես որ կներկայացնես դու քեզի ասորմով Հիմա որ ես
ասանք ինչ դարօրինակ է, չէ։ Հիմա որ ես խոսիմ գոր, իրականության մեջ ես արդակինս չեմ, որ ես կտեսնես որ հակուստս հակած եմ։ Բայց որ հակուստս ելեմ, ես ադեմ։ Շիդակ ժամանակին ելեմ։ Եվ գիտես դու ուրախ կանցնես կոնտացքը եւ ուրախ կվերջացնես կոնտացքը։ Լսե ինձ արդյոք նորմալ մարդեր բողոսը որ գսեր ավելավի ես հիմա երթամ, հիմա կվենա երթամ։ Ճաշակած էր դիրոջը։ Դու շատ ժամանակ պարապանության ժամանակ, երկրպագության ժամանակ կվերաբրիս դիրոջ ներկայությունը եւ գսես իմ բարերովս եմ, վաու, ասի ինչ է։ Եվ ժամանակ առ ժամանակ որ ադիգ պնդրես չէ գմտնես աղոտքի սենյակդ դու գժաշագես դիրոջը ես քեզ ասեմ հավիտյան մենք պիտի ելնանք դիրոջ ներկայության մեջ օրմա անոնք որոնք կգենան իր մեջ այսօր ես հավատացած եմ որ ասե այն խոսքը որ գվերապերի հարության որովհետև Քրիստոսը իր հարությունով դվավ հավիտենական կյանք մարդուն հաղթելով մահին դալով կյանք եւ այդ կյանքը որում մասին կխոսենք կյանք եւ ավելի իր հարությունով չի փոխեց այդ իրականությունը որ մարդը իր մարմինը միտելա այս երկրին որովհետեւ եւ որ Աստվածը ստեղծեց այդպես չէր ծրագիրը եւ հիմա նայեցեք հետաքրքիր բան մը գարտանք իրար հետ Մատթեոս ավետարան ներողություն Ղուգաս ավետարան 4-րդ գլուխ 6-րդ խոսք Ղուգաս 4-րդ գլուխ 6-րդ խոսք նայեցեք ասի ուր է ասի այնտեղն է որ սատանան գուզեր գոր փորձել Հիսուս Քրիստոսին եւ ասիկա այդ փորձությունն է որ իրեն աշտարակի վրա հանեց եւ հետեւյալ բարերը ասավ ես կուզեմ հավատալ որ դու կվերցնես քոր բաներ ես կուզեմ հարության խորհուրդը քո մեջ կյանքի վերածվի նայեցեք սատանան եւ ասավ անոր այս ամեն իշխանությունը ու անոնց փառքը քեզի պիտի դամ վասնզի ինձի հանձնված է եւ որու որ ուզեմ գուդամ զանիգա խոսողով է սատանան ուստի եթե դու իմ արջևս ինաս երկրպագություն ունես ամենքը քուգդ պիտի ելա սատանան ոշոտ համարցակ կգրչագե այս ամեն իշխանությունը իմն է եւ այս ամեն ինչի փառքը իմն է որովհետեւ աթամը հանցնեց իրեն եւ որ ծննդոց քիրքը գարտակ կդեսնեք Աստված ստեղծեց մարդուն եւ գսե իրեն դվավ իշխանություն եւ մարդը այդ իշխանությունը իր մեղքով հանցնեց սատանային եւ հիմա սատանան համարցակ կեցեր է դերերու դիրոջ արջև եւ գսե լսե ինձ ամբողջ իշխանությունը իմն է այս երկրի վրա ամբողջ փառքը իմն է եթե ինձ ինաս երկրպագություն ունես ես քեզի գուդամ այս ամենը Հիսուս պատասխանեց ինչ պատասխանեց ասավ գրված է միայն քու դեր Աստվածդ կերկրպագես բայց ինչ կգարձես սիրելիս Հիսուսին չէր դա կրկեր այդ իշխանությունը եւ բանալիները ուզեմ լավ լսես ասի Հիսուսին չէր դա կրկրեր այն որ ինքը գարաչարգեր գորիրն սատանան բայց ես քեզի բան ասեմ իմ անձնական կարծիքս է ասի Հիսուսը մտքեն գիտես ինչ կսեր գոր լսե ես վիդարնեմ քեզ մի այս իշխանությունը բայց ասծեվով չէ Հալելույա ես կուզեմ դու պատկերացնես Հիսուսը աշտարակին վրա 40 օր չգերած եւ բամը գարաչարգվի գոր իրեն որ իրականության մեջ իրեն շատ գեհդակրե լսե ինձ շատ լավ որովհետև Աստված գսե իր բատկերով ստեղծեց մարդուն եւ հաջեցավ դալ իրեն իշխանություն ասավ քնա իշխե այս երկրի վրա մեկ հատ բատկերացուր Աստծո դեղ ադիգա վերցուց շարը մարդեն եւ հիմա չարը գեցած այդ տիրոջ արջև գսե որ լսե իմն է այս ամենը գուզես Ես պատրաստ եմ ադի քեզի դալու, բայց ինձ երկրպագություն բիտնես։ Եվ ես ասի մտածեցի Հիսուսը աշտարակին վրա կանգնած, մտածեց այո, ես վիդարնեմ այդ իշխանությունը քեզ, բայց ես ուրիշ ծրագիր ունեմ ադոր համար։ Եվ Քրիստոսը
Մատթեոս ավետարան 28-ի մեջ 18-րդ խոսքի մեջ հետևյալ խոսքերը գսե։ Օ, լսե, ասի լավ լսե։ Ես ուրախություն ես անանգրի։ Չեմ կերե, թե տունից չապ ուրախ չես։ Գավադամ որ ուրախ ես։ Գարտա հետս։ Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու վսավ։ Ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկնքի ու երկրի վրա։ Հալելույա։ Ուրեմն կացեք բոլոր ասկերը աշակերտեցեք։ Մգրդեցեք զանոնք հանուն հոր և որդվո և հոգվույն սրպո։ Սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները բահեն, ինչ որ ես ձեզի պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հալելույա։ Բայց դա կրկիր բան եղավ։ Հիսուս երբ հայտարարեց այս ամենը։ Արդեն Մատթեոս ավետարան 28-րդ գլուխի մեջն է չի համբարձած։ Այսինքն երբ հարություն արավ։ Հարություն արավ մերելներեն ինքը պետք է մահանար իշտեր քերեզման եւ հայտնություն քիրքը գսե հայտնություն առաջին գլուխ 18-րդ խոսք։ Ես կենթանի եմ ու ես անեմ որ մերա եւ ահա կենթանի եմ Հավիդյանս Հավիդենից եւ ես ունիմ մահվան ու թժողքին փալայները։ Հալելույա։ Գիտես ինչ վատքեր եկավ իմ միտքս։ Այդ վատքերեն վերջ լսե ինձ լավ հոսպիտ գնամ այդ ոմի դերտան վատքերը վիտ փոխվի Հոսևոն։ Աս վատքերը որ աշտարագին վրաներ։ Հիմա աս վատքերը Քրիստոսը հարություն արած փանալին ցերկերն է։ Հոնսավ այո ես ունին ծրագիր։ Բայց ոչ թե քեզ երկրբակելու սատանա։ Բայց ես պիտի շտեմ մահը։ Բայց բերելներն հարություն պիտի առնեմ հաղթելով մահվան։ Ահա այս փանալիները հիմա իմն է։ Ամբողջ իշխանությունը իմն է։ Հալելույա։ 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 Բայց ես նորեն մի դիգարտամ Մատթեոս 28-ն։ Ամեն իշխանությունը ինձի դրվեցավ երկնքի ու երկրի վրա։ Խաչված, մահացած, բայց հարություն արած Քրիստոսը իր հարությունով արավ ամեն իշխանությունը, որ չարի ցերկներ սիրելներ։ Լսեցեք, մահվան զորությունը գոդրեց կյանքի զորությունը։ Քրիստոսը կյանքով հաղթեց մահին եւ շնորհեց մեզի կյանք եւ ավելի։ Եվ քիչ առաջվա խոսքի մեջ կսե վասնզի ինչպես աթամով ամենքը կմեռնին, նույնպես էլ Քրիստոսով ամենքը կենթանի կլան։ Ինչու? Որովհետեւ Քրիստոսը հարություն առնելով ինքը տվավ կյանք եւ ավելի։ Աթամով մահ ժառանգեց մարդկությունը, այսօր Քրիստոսով կյանք կժառանգե մարդկությունը, բայց անոնք, որոնք կգանչեն Տիրոջ անունը, անոնք, որոնք կընդունին Տիրոջ, որովհետև բադահական չէր, որսավ իմն է ամբողջ իշխանությունը, բայց ահավասիկ, իմը լալով ամբողջ իշխանությունը չի վերջացավ, հիմա կացեք, բատմեցեք բոլոր ասկերուն, այն անվան մասին, որ դուք կվգայեք, որուն անունն է Հիսուս Քրիստոս։ Հետաքրքիր էր, չէ՞։ Ես կուզեմ որ արտնցնել սիրելիներ այն նախանցախնդրությունը մեր մեջ, որ որքան կարևոր է։ Ամբողջ իշխանությունը իմն է ասավ, բայց ոնց չի վերջացավ։ Հիմա ասավ, կացեք։ Բոլոր ասկերը աշակերտեցեք, սորվեցուցեք անոնց այն բոլորը բահեն, ինչ որ ես ձեզի պատվիրեցի։ Ինչու? Որովհետև երբ որ լսեն, հավատան, իմ խոսքիս մեջ գենան, երբեք մահվիդի չի ճաշակեն։ Դուք գիտեք եւ գսկակ արդեն, որ Տիրոջ ամեն չանքն ու ամեն ինչը այն է, որ մարդը հասնի այն գետին, որ ունենա հավիտենական կյանք։
Եվ ես հիմա քու մասիդ կխոսեմ գոր։ Եվ ես հիմա կխոսեմ գոր ասկերուն մասին։ Եկեղեցին սիրելիներ, ես չեմ գիտեր քու գարձիկդ ինչ է, բայց Քրիստոսի եկեղեցին երբեք չի գրնար անդարբերը լալ գործվածներու նկատմամբ, որ ասկերն են մեր շուրջը, որովհետև Քրիստոսը մահացավ եւ հարություն արավ ամեն ասկերու, ամեն ցեղերու եւ ամեն լեզուներու համար։ Եվ ադորամար իր եկեղեցին ասավ քացեք ամբողջ ասկերը եւ սորվեցուցեք անոնց ինչ որ ես էզի պատվիրեցի, որովհետեւ եթե լսեն հավատան պիտի ունենան կյանք եւ ավելի։ Եվ հիմա գտարնանք այդ խոսքերուն, ամեն, ամեն, զապարեցեք Տիրոջը, ամեն։ Եվ հիմա գտարնանք այդ խոսքերուն, որ գսե, եթե միան այդ ժամանակավոր կյանքին համար ուսացած եք Հիսուսին, դուք ամենն ավելի խեղճ եք։ Ձանր արդայդություն է, համաձայն եմ։ Խեղճ ես կսե ասված, եթե այս ժամանակավոր կյանքին համար ուսացած ես։ Ադորամար այո հարությունը կներկայացնեք կյանքի խորհուրդը եւ հարության զորություն այն է, որ մահվան հաղթեց եւ տվավ կյանք եւ ավելի։ Ամեն։ Սիրելիներ, ադորամար այսօր եւս մեկ անգամ ինչպես միշտ եւ որչափ եկեղեցին ու կաս միշտ ապիտի լսես, ես ասի քեզի գարանտի կսեմ։ Ավետարանի նկատմամբ անդարբեր մի ելակ, որ մարդոց տակ այն բարի լուրը, որ դուք այսօր կլսեք գոր։ Այն բարի լուրը, որ իր արյունով եւ հարությամբ գնքեց դերերու դերը, որ այսօր դիեզերքը եւ հավիտենությունը այդ հաղթանակը հավիտյան գտոնե, որ Քրիստոսը մերներն հարություն արավ։ Լսե, ես անցամբ ինձ համար շատ լուրջ բան է ասի, գիտես, երբ ես պետք էր ժառանգեի մահը, այսօր կանգնած եմ Քրիստոսի շնորհիվ, գիտեմ, որ պիտի ժառանգեմ կյանքը, չի գրնար ավելի լավ բան լալ ինձ համար։ Չի գրնար ավելի լավ բան լալ ինձ համար։ Եվ ես քեզ ասեմ, չի գրնար ավելի լավ բան լալ քեզի համար։ Եվ չի գրնար ավելի լավ բան լալ իմ ծրացիս համար։ Եվ չի գրնար ավելի լավ բան լալ ցանկացած մարդու համար, չի գրնար ավելի լավ բան լալ։ Ասի այն բարի լուրը, որ ներգայիս եւ աբակայիս համար է, որովհետեւ հույսը երբեք ամոթով չի ցկեր Աստված գսե, բայց երբ որ հույսը կփորձեք բերել այս ժամանակավոր կյանքի մեջ, դուք շատ ժամանակ կհիասթափվեք, որովհետեւ հույսը ներգայի եւ հավիտենության համար է։ Ես քեզ ասեմ իմ ակվանե շատ բաներ այս երկրի վրա բիտ ցանես, բայց այս երկրի վրա բիտ չի հնցես։ Լավ բաներու մասին կխոսեմ գոր։ Շատ բաներ այս երկրի վրա բիտ ցանես, հավիտենության մեջ պիտի հնցես։ Շատ բաներ արդեն կհնցես գոր, բայց ես ինչ սեր գուզեմ գոր։ Գուզեմ գոր հայացքդ ուղես հավիտենությանը եւ որպես Քրիստոսին հավատացող մարդ, քեզի համար երբեք հեքիաթ չլա ասիգա։ Եվ քեզի քիչ առաջ ասի քու մտքով չես կնրտուն հասկանալ, բայց ասիգա այն է, որ կվգայե Աստծո խոսքը եւ ես ուրիշ բան ասեմ քեզի։ Մարդուն հոգինալ կվգայե։ Մարդուն հոգինալ կվգայե, որ ասի չէ միայն։ Աս 80 տարին չէ։ Հիմա դու ինձ բիցես պատճոր մարդիկ կան գսեն, ասե գմերնից կերտաս։ Այո։ Երբ որ ես ալ խապված էի շատ բաներով, ես ալ շատ բաներ կխոսեի գոր, բայց երբ ճշմարտությունը գիծա, խոսքերս փոխվեցան։ Ադորամար սիրելիներ, ճշմարիտ կսեմ ցեզի, եթե մեկը իմ խոսքս պահե, հավիտյան մահվիդի չտեսնե։ Ես չեմ գրնար ավելի հույսով լեցուն քարոզը քարոզել ցեզի, որ դիրոջ հարությունն գուկա, որ եթե ոչ այն, որուն մասին է հավիտենական հույսը, հավիտենական կյանքը, որ դեր իր հարությունով տվավ։ Ամեն։ Ես կխնդրեմ հիմա ոտքի գնանք։ Առաջին Կորինթացիս 15-րդ խոսք 50-րդ համարը 55-րդ համարը շատ կսիրեմ 54-ին վերջը այսպես կսե մահը հաղթության մեջ ընկղմվեցավ ուր է հարց կուտա Աստված հիմա ես կմտածեմ որ օրինակ ուր է ով մահ կսե որ Աստված մահին հետ կխոսի որ Աստված սանք թեմ արդեմ գեցած կյանքի Աստվածը մահին արչև գեցած կսե ուր է ով մահ քու խայթոցդ ուր է ով քերեզման քու հաղթությունդ
Մենք ալ կշարունակենք կսենք, որովհետև Հիսուս Քրիստոսը մերերներն հարություն արավ։ Հալելույա։ Ամեն։ Ես կխնդրեմ պարապանության խումբն ալ կա։ Կխնդրեմ աչքերդ կոծես մինչև պարապանության խումբը ելը։ Հատուկ կխնդրեմ, որ աչքերդ կոծես։ Եվ մտածես այն ամեն ինչի մասին, որ խոսեցա, եւ ես կուզեմ, որ քու մտքիդ մեջ հույսը լա այսօր, որ դու երբեք չես ճաշակած։ Գրնալ տուն քու կյանքիդ մեջ ունեիր հույսի մագարտակը, որ շատ ժամանակավոր էր, բայց այսօր թողլա այնպեսի հույսի մագարտակը, որ ինքը հավիտենական է։ Գիտես ինչքան կարևոր բան է ես քեզի։ Գրնալ քու կյանքիդ մեջ շատ նյութերու հանդեպ հույսեր ունեիր, բայց այսօր ես կուզեմ, որ այդ հույսից սահմանները լայննա եւ դու տեսնես, որ դու ոչ թե այս կյանքի մեջ Քրիստոսին մեջ բարդվելիք կամ գործընծելիք բամչունից, այլ հավիտյան։ Եկեք իրար հետ աղոթ կնենք։ Սիրելի Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք, որ դու այստեղ ես, որովհետև դու հարություն արած ես։ Ցանկացած մարդ, որ մեզի գտիդե հենց հիմա եւ ցանկացած իմ եղբայրս քույրս, որ այստեղ է, ես հատուկ կաղոթեմ մեր Աստված, որ դու քու մահվան եւ հարության այն հավիտենական հաղթանակը դու անցամբ մեր Աստված մեր սրտերում մեջ ապացուցես։ Որովհետև նույնիսկ խոսքերը թերի են այն ճշմարտության կով, որ դու մերար բայց մերելներն հարություն արիր։ Այդ անունին հաղթեցիր, որ գթողացներ որ ամեն իշխանությունները, ամեն թագավորությունները, ամեն մարդկությունը, որուն անունն է մահ։ Տեր Հիսուս, դու մերար, բայց հաղթեցիր այդ անվան քու հարությունով, որովհետև դու ես կյանքը եւ հարությունը։ Ինչպիսի մեծ հույս, ինչպիսի մեծ զորություն, ինչպիսի թագավոր, ինչպիսի դեր եւ միակ Աստվածն ես դու։ Ադորամար այսօր, որպես քու ժողովուրդ, իմ սրտանց աղոթն է, որ այս ամենը ոչ թե խոսքերը լան, այլ կյանքի վերածվին այս խոսքերը, այլ այս ամենը ոչ թե բարձրապես պատմությունը լա, այլ ճշմարիտ խորհուրդ ունենա մեր կյանքի մեջ մեր Աստված, որովհետեւ մենք ամեն ժամանակ հասկանանք, որ մենք անգարելին կարելի ընող Աստծո հետ ենք, որովհետև քո խոսքը կսե մարդուն համար անգարելի է, բայց Աստծո համար ամեն բան կարելի է։ Մենք շնորհակալ ենք, որ այս ամենը անցամբ մեզի համար էր, որովհետև մենք մեղքի վարձքը ունեինք, որ մահն էր, բայց այսօր քո միջոցով ունենք հավիտենական կյանքի վարձքը։ Հիսուս Քրիստոսի անունով ես հատուկ կաղոթեմ, որ այսօր մեր սրտերում մեջ քո խոսքի համաձայն լայտ պապակը երկյուղազությունը, որ մենք ալ անդարբեր չլանք այսօր ունենալով այս խոստումը անդարբեր չլանք բոլոր անոնց համար որ չունին։ Մեր ընտանիքի անդամները մեր Աստված, մեր շուրջինները, մեր կորձադեղի բարեկամները, մեր ասկականները, հարազատները, մեր շուրջի ասկերը, ցանկացած մարդ, որպես եկեղեցի ես այսօր գաղութեմ դեր, որ դու մեր սրտերում մեջ տնես այդ քու պապակը, որ մենք ունենալով այս խոստումը, ժառանգելով կյանքը, անդարբեր չլանք բոլոր անոնց հանդեպ, որ իրենք չունին այդ խոստումը։ Եվ այսօր քթուն գանկնած քու եկեղեցին գսես, ամբողջ իշխանությունը երկնքի եւ երկրի վրա ինձ դրվեցավ, ուրեմն կացեք բոլոր ասկերը աշակերտեցեք, մգրդեցեք զանոնք անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո, սորվեցուցեք անոնց, որ բոլոր բաները բահային, ինչ որ ես ցեզի պատվիրեցի, ահա ամեն օր ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Դու ամեն օր մեզի հետ ես Տեր, եւ այն որ դու հանձնարարեցիր մեզի, որպես քու եկեղեցի այսօր խոնարհեցած մեր անձերը, մենք կխոստովանենք մեր թերությունը, մեր բագասները, մեր ավելորդները եւ կսենք Տեր, դու մեզի առաջնորդ է, դու մեզի սորվեցուր, եւ այսօրվան է սկսած մեր սրտերում մեջ են ամեն անդարբերություն թող հեռանա եւ թող մեր սրտերը լեցված լա բոլոր գործվածներուն նկատմամբ, որ Քրիստոսի արյունը եւ հարության զորությունը եւ այդ ժառանգությունը չունեն իրենց կյանքերում մեջ։
Շնորհակալ եմ քեզի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված։ Եկեք զորավոր ծափահարենք։ Փառք քեզ Հիսուս։ Հալելույա։ Ընդունիր այս խոսքերը վրա թրջակեմ։ Թող Աստված օրհնե քեզի եւ բահե քեզի։ Թող Աստված իր երեսը փայլեցնե քո վրատ եւ ողորմի քեզի։ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեր բոլորի հետ լա։ Ես կհրճակեմ, որ Հիսուս Քրիստոսի հարության կյանքի զորությունը բնակվի ձեր կյանքերու մեջ, ձեր ընտանիքներու մեջ եւ ամեն տեղ ձեր միջոցով տարածվի։ Հիսուս Քրիստոսի անունով։